Thank you. Շնորհակալություն պարոն նախագահ ձեր բովանդակային եւ առաջահայաց դիտարկումների համար։ Եվ հիմա կցանկանայի հրավիրել խոսքի համար նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Համեցեք հարթակը ձերն է։ Պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ։ Հարգելի առաջնորդներ, կարևոր է, որ այսօրվա լայնամասշտաբ ձևաչափը աշխատում է եւ շնորհակալ եմ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին հյուրընկալության եւ լավ կազմակերպման համար եւ իհարկե պետք է սրանից սկսեմ, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Մենք մաղթում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը իհարկե կայուն կլինի, համապարփակ կլինի, տևական կլինի եւ կայուն խաղաղություն կլինի։ Մենք մաղթում ենք ձեզ, պարոն վարչապետ, նախագահ Ալիև եւ երկուսիդ էլ մաղթում ենք սա երկու պետություններին։ Չափազանց մեծ թվով երկրներ են այսօր ներկայացված եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին եւ առաջին անգամ է, որ 24 տարվա ընթացքում իմիջիայլոց, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում եւ սա իսկապես նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը, նրանց ովքեր արժևորում են կյանքը։ Եվ ես համաձայն եմ Անտոնիոյի հետ իսկապես շատ համաձայն եմ, որ Մարգարնի մեզ հետ է եւ ժամանակն է, որ մենք պետք է մեր ընդհանուր արժեքները Կանադայի հետ վերածենք Կանադայի եւ Եվրոպայի համար հնարավորությունների։ Հարգելի բարեկամներ, մարտահրավերները հստակ են եւ ակնհայտ է մենք բոլորս տեսնում ենք, որ Իրանում պատերազմը շարունակում է դեռ չվճռված լինել եւ այն կարող է անկայունության պատճառ դառնալ տևականորեն եւ այն կարող է բարձրացնել կյանքի Shifts. So արժեքը բոլորի համար եւ առաջին հերթին մեր էներգետիկայի եւ անվտանգության համագործակցությունը պետք է իրական համագործակցության վրա հիմնված լինի եւ մենք պետք է կարողանանք օգնել միմյանց նախապատրաստվել ձմեռվանը եւ գործ ունենալ էներգետիկ մարտահրավերների հետ եւ բացի դրանից պիտի ձգտենք երկարաժամկետ լուծումների Հորմուզի Russia's անցքում եւ նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան նախկինում։ Եվ այս ամառը լինելու է այն պահը, երբ Պուտինը պիտի որոշի, թե ինչ պիտի անի այնուհետ, այն պիտի ընդլայնի պատերազմը, թե պիտի անցում կատարի դիվանագիտության։ Եվ մենք պիտի մղենք նրան դեպի դիվանագիտություն։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է կազմակերպելու Մոսկվայում ռազմական տեխնիկայով եւ եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու սա բազմաթիվ տարիների ընթացքում, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկա ցույց տալ եւ վաղ սփռող ԱԹՍ-ները բզալու են Կարմիր հրապարակի վրա եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն եւ մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ եւ 20-րդ փաթեթը պիտի առաջ մղենք եւ շնորհակալ եմ բոլոր առաջնորդներին Եվրամիության Անտոնիո Ուրսուլա շատ շնորհակալություն եւ հատկապես այն պատժամիջոցները, որոնք միտված են ռուսական նավթին, ռազմաարդյունաբերությանը եւ ռուսական բանկերին։ Մենք պետք է շարունակենք այս ճնշումը, մենք պետք է մղենք Ռուսաստանին դեպի դիվանագիտություն եւ կխնդրեմ, որ սրա կարևորությունը բոլորս ընդգծենք եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պայքարում են Ռուսաստանի ստվերային նավթային նավատորմի դեմ եւ քանի դեռ այս պատերազմը շարունակվում է մենք այս պատերազմը կշարունակվի եւ ցանկացած աջակցության փաթեթ կարեւոր է հատկապես օդուժում եւ ցանկացած պաշտպանական աջակցության ծրագիր կարեւոր է եւ այս տարվա այս մայիսի փաթեթը օգնելու է մեզ հրթիռային սպառնալիքների դեմ պայքարել եւ ես կարծում եմ որ մենք պետք է կարողանանք արտադրել այն ամենը ինչը որ անհրաժեշտ է պաշտպանվելու բոլոր հրթիռային հարձակումներից եւ այլ բոլոր սպառնալիքներից մենք առաջարկում ենք մեր նպաստը Եվրոպայի պաշտպանությանը մեր ԱԹՍ-ների համաձայնագրերը, որովհետև նրանք միավորում են երկրներին եւ նրանք ուժեղացնում են պետություններին, ԱԹՍ-ների եւ այլ հավանական հարձակումների դեմ եւ օդում, ծովում եւ ցամաքում։ Եվ սա իհարկե մեր ընդհանուր աշխատանքն է, ընդհանուր պաշտպանությունն է, ընդհանուր ռազմաարդյունաբերությունն է, եկեք առաջ շարժվենք այս ուղղությամբ։ Եվ եւս մի բան, մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը
ավարտը չդնի այս պատերազմի։ Մեզ անհրաժեշտ է շարունակական ճնշում եւ խաղաղություն։ Եվ իհարկե, համար առաջին բանը, մենք պետք է գտնենք գործարկելի դիվանագիտական ձևաչափ եւ Եվրոպան պետք է լինի սեղանի շուրջը ցանկացած բանակցությունների ժամանակ։ Եվ մենք պետք է կապի մեջ լինենք ԱՄՆ-ի հետ եւ հասկանանք նրանց դիտարկումները եւ դիրքորոշումները, բայց լավ կլիներ մեկ ընդհանրական եվրոպական ձայն կազմել այն բանակցությունների ժամանակ, որոնք ունենալու ենք Ռուսաստանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախագահ։